Մեր հարցումները, որ ծնողների մեջ արել են իմաստուն երեխային ծեծել, 40%-ը գտնում են, որ այո, դա դաստիարակման մեթոդ է։ Երբ որ դա դառնում է քաղաքականություն, երկիրը չի ազատում ծեծի կամ ֆիզիկական ազդեցության բեռից։ Անգլիան, որը աշխարհակալ էր, ծեծը մինչ վերջերս դպրոցում տղաների դաստիարակման մեթոդ է եղել, միայն հումանիզացիան դպրոցից ստիպեց հրաժարվել։ Դրա հետևանքները, որ հոմոսեքսուալների թվականակով Բրիտանիան միշտ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում, դա որ տղաներին ծեծել են, ծեծը, այսինքն ֆիզիկական նսեմ պայմանում գտնվելը տղամարդ համար եղել է ոնց որ թե ասպես է նորմալ ուրեմն վիճակ։ Հիմա նրանք էլ են մի քիչ խելքները հավաքել, բայց տեսեք, որ ինչի մահապատիժը փոխարել են ցմահ ազատազրկման, որտեղ միջազգային բոլոր մարդու իրավունքների ուրեմն հռչակագրերում կյանքը այն է, ինչ որ մարդ ստանում է իծրն է եւ ոչ ոք իրավունք չունի խլի նա ինքը մարդասպան է։ Այն երկրները, որտեղ դեռ մահապատիժը մնում է, նրանց էլ են կոչանում հրաժարվել մահապատիժին, այսինքն սպանելը դա խնդիր չի։ Հիմա բայց սպանությունները կան եւ ուղղակի ես միշտ հիշում եմ մեծն ռացիոնալիստ Հեգելի խոստովանությունն իր կյանքի վերջի շրջանում։ Նա գտնում էր ամեն ինչ բանական է կամ պետք է լինի բանական եւ բանականության գերագույն մակարդակը դա մարդն է, բայց նա խոստովանեց, որ պատմության վրա ճնշում է մարդային իղձերի բեռը։ Մարդը իղձային արարած է եւ իղձի նոպայի տակ նա կարող է անել ոչ բանական ուրեմն քայլեր եւ սպանությունները դա շարքում են։ Ուրեմն եթե մենք ուզում ենք, որ սպանությունները ընդհանրապես չլինի, դա լուրջ դաստիարակման խնդիր է առաջ մեկը, երկրորդը մշակույթում ֆիզիկական ազդեցությունը պետք է չդիտվի որպես միջոց եւ պետք է դատապարտվի։ Այդ դեպքում մահապատիժները կլինեն միայն հոգեկան խանգարում կամ լուրջ խանգարում ունեցող անձանց կողմից իրականացված վճիռ կամ ինչ որ մի հատ միտումնավոր գործոն։ Նորից եմ ասում, ուրախանները մը 4 անգամ կրճատվել է, բայց նկատի ունելով, որ բնակչության թվականակն է բավականին կրճատվել, ոնց որ թե մակարդակ այնքան էլ շատ ցածր չի, շատ էլ բարձր չի, բայց բոլոր դեպքերում ես զարմանում եմ, ինչի 93 թվականին, երբ որ 313 մարդ են սպանել, նման աղմուկ չկար։ Հիմա քանի որ 73-ն է, աղմուկ կա, որտեղ սպանությունների աբսուրդությունը, անիմաստությունը, դաժանությունը դառնում է ակնառու եւ հանրության իհարկե խղճի վրա կամ բանականության վրա ազդող ինչ որ մի հատ երևույթներ են, որտեղ Պերմյակովի աբսուրդային արարքը վերջերս մի հատ մայր իր 9 տարեկան տղային է սպանել չակուչով, հա։ Երեկից որ մեկը այրել էր իր այդ դեպքը եւ նշում է, որ կա ընդհանուր հոգեբանական լարված վիճակ եւ ամեն մարդ դյուրովի ազատում այդ վիճակից։ Մի դեպք էլ պատմեմ 1994 թվականին մենք նորմավորում ենք բեկի ճնշման տեստը եւ հարց կար այնտեղ ինչպես կվերաբերվեք, եթե ձեր ամուսինը դες դավաճանի, մի կին ասեց դանակը կառնեմ, կկոխեմ սիրտը, հետո մանր կկտրտեմ։ Ու ես պատկերացրի այդ կնոջ դաժան հոգեբանական վիճակ, էլի որ իրոք նա կարողան նոպայի տակ այն բանը ուրեմն կարողանա կատարի։ Ուրեմն դաժանությունը մեր մեջ է, մեր մշակույթի մեջ է, մեր լեզվա մտածողության մեջ է, մենք պետք է կարողանանք դրանից ազատվել եւ դաստիարակությունը ինձ շատ կարեւոր խնդիր է, որտեղ մենք շատ բառեր ունենք, սիրտդ ուտեմ։ Դա բարբարոսական բան է, իբր պետք է նշանակի ինչ որ մի բան, բայց սիրտ ուտելը դա ունի երկնշանակություն, ամբիվալենտ բան է։ Ասում է սիրտդ կհանեմ, խորովեմ, ուտեմ։ Դա դաժանության տարագուն վիճակներից մեկն է։ Մենք պետք է ուրեմն դաստիարակման վրա բավականին լուրջ խնդիր կատարենք, բայց ժառանգականությունը մնում է եւ առողջապահության սոցիալական հոգեբանությունը պարզել են, որ հանցանքը կատարում են, անկախ թե որ ռասանա, որ ազգանաբան, նույն հոգեվիճակ ունեցող անձինք
Եվ եթե մենք ուզում ենք ազատվել, մենք պետք է հետևենք հոգեկան առողջությանը։ Երևի պատճառներից մեկն էլ նա է, որ այդպես էլ չկայացավ մեր մոտ հայագիտության ինստիտուտը, որ ավելի ամբողջական մեր ազգի պատմության մեջ կարողանայինք այդ ամբողջ դրվագները խորը հասկանալ եւ դրա հետ կապված հետևանքներն էլ ուսումնասիրել, որովհետեւ մեր պատմության ցավալի հետևանքները ցավոք սրտի մեր ենթագիտակցության մեջ կա, որովհետեւ ես ինքս ավելի զբաղվում եմ ցեղասպանության հետևանքները հոգեկան առողջության վրա եւ հատկապես այսօր որ հիվանդությունների մեջ է դա երևում, որ ավելի բնորոշ ասենք մեր ազգին։ Այդ խորը տրավման մինչև այսօր մեր հիշողության մեջ կա եւ ինչպես արտահայտվում ցավ, տառապանք, ագրեսիա, կատաղություն, ատելություն։ Շատ հետաքրքիր է, որ ասենք իմ մասնագիտության մեջ, երբ որ ես նաեւ Նարեկաբուժ եմ, Նարեկի աղոթների տակ ջարդի սերունդներից աստորեն հետնորդներից նա կարողացավ 3 ամսվա մեջ ազատել Թուրքիա հանդեպ եղած ատելությունից։ Այսինքն մենք այսօր մենք այդ ագրեսիան, ատելությունը մեր մեջ կա եւ մեր ենթագիտության մեջ կա եւ այսօրվա կյանքի այս դժվար բարոյահոգեբանական այս պայմանների մեջ, եթե սիմվոլիկ որևէ բան մեզ հիշեցնում է մեր անձի ընտանիքի հետ կապված, այդ ագրեսիան, ատելությունը կարող է արթնանալ։ Եվ մենք այդ ատելությունը բնականաբար ագրեսիան ում վրա կարող ենք ուղղել միայն մեր հայրենակիցների դեմ։ Իսկ ես վերջի դեպքերի հետ կապված ինչ կասեք։ Ինչն է պատճառը, սրանք միշտ եղել են թե նոր են։ Գիտեք ինչ, այդ երևույթները եղել են, բայց ամեն մի ազգ ունի իր էթնոհոգեբանությունը եւ առանձնահատկությունը։ Ոնց որ այսօր տեսեք, ասենք մեր մոտ է դեպրեսիվ ֆոնը, ագրեսիան բավականին խորը նստած է։ Եվ այստեղ մենք ավելի շատ պիտի խոսենք ոչ թե մեկնաբանելով այդ ինքնասպանությունները գոռալով, ավելի շատ կրթական, դաստիարակչական խնդիրների մասին, որովհետև ես այստեղ նաև նույնպես կուզեի հիշեցնել մի շատ կարևոր հարց, որը դարեր շարունակ եւ այսօր խանգարում է մեզ, ասենք հենց Հովհաննես կաթողիկոսի խոսքերը, որ նա միշտ մեզ հիշեցնում է, այսպես որ խելամիտ լինենք մեր ազգի պատմությանը եւ ուշադիր լինենք գլխավոր պատճառի մեջ, որ ավերում է մեզ ավելի առավել, քան արտաքին թշնամիները։ Այդ մասին Ներսես կաթողիկոսն է ասել, ես նաեւ հիմա կհիշեցնեմ Թումանյանի խոսքերը, որ այդ պատճառները ինչու են նա տեսնում ներքին թշնամությունը, երկպառակություն, նախանձ, բանսարկություն, դավաճանություն, նենգություն, ըմբոստություն, կարճամտություն եւ մանկակրթության խնդիրները։ Որտեւ եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ առողջ մարդ, առողջ հասարակություն, այսպիսի մեր գենետիկ հիշողությամբ, մենք պիտի պետական լուրջ խնդիր դնենք դրա վրա եւ կրթենք այս ծրագրով սկսած հենց մանկապարտեզից, դպրոցից եւ ընտանիքից։ Այստեղ մենակ կրթության խնդիրը չի։ Կրթության խնդիրը կարևոր է, որովհետև մեր եսակենտրոնությունը, երբ որ մեր մեջ դարեր շարունակ, ասենք, պետականության հոգեբանություն չի եղել, եւ այսօր միայն եսակենտրոն եղունգ ունես գլուխդ քորի, այսպես գնում է արդեն անձնական պատերազմ, ցավագին ինքնասիրություն եւ տեսեք այն խոսենք այն դանակարությունների պատանիների մեջ ցավագին հիստերիկ բնույթը, երբ որ ինչ որ, հա, պահվածքի, դիպվածի, խոսքի համար մարդիկ դանակահարում են։ Ես սրանք ավելի խորն են։ Խորը ավելի ուրիշ բան, ասում եմ, որ դու դրա մասին խոսեիք, բայց շրջանցեցիք, ուղղակի ուշադրություն եմ դեր ուզում դարձնել։ Երեխան մայր ասում է, ինչի բաժակը գտիր, ասում է, ես չէի, ձեռս էր։ Երեխան դեռ իր ձեռով չի տիրապետում, չի հասկանում, որ ձեռը նրա վերահսկողության տակ է, ձեռը ինքնուրույնն է գործում։ Ես 65,000 հայ եմ տեստավորել, 90 հատկանիշը ցուցաբերող։ Մենք փորձեցինք դպրոցում մտցնել տեստավորման համակարգը, որ երեխան իմանա, նա իմպուլսիվ է, դինջ է, նա կատաղող է, թե որ չէ, բանական է, թե զգայական է։ Ու այն մարդիկ, որոնք տեստավորում են անցել եւ ուսանողներ եւ դպրոցներում աշակերտներ, երբ որ մենք փորձարկում ենք, իմպուլսիվին ասում ենք երբեք
երբ որ դու լարված ես լինում, որոշում մի կայացրա։ Հանգստացի նոր։ Մի հատ տղա բիզնեսով էր զբաղվում, նայեցի ասեց դու պիտի տակ տաս, ասում եմ տակ եմ տվել։ Ասի գիտես ինչի, որտեղ դու րոպեի տակ ես որոշում կայացնում, իրավունք չունես։ Բոլոր սպանություն կատարողները այդ իմպուլսի տակ են անում, իրանք գիտակցությունը մկնում է, իրանք գործում են որպես մի ռոբոտ, որտեղ աշխատում է մեր ընկերոջ մասնագետի ասած պատմականորեն եւ հիշողություն եւ ժառանգություն եւ այլն, բայց եթե նա գիտի իր կարողությունների հնարավորությունը, իր անհատականությունը, նա կարող է խուսափի նման դեպքերից։